Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նախագահ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Շնորհակալ եմ շատ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության եւ վերահսկող հանձնաժողովի հարգելի անդամներ, հարգելի պատվիրակներ, հարգելի ներկաներ, ողջունում եմ բոլորիդ։ Փետրվարի 28-ից մարտի 29-ը մենք մեր ներկուսակցական քարոզարշավի շրջանակներում եղանք Հանրապետության բոլոր մարզերում եւ շփվեցինք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ։ Այդ շփման ընթացքում ես գուցե այդ պահին ամբողջությամբ չի ընկալում, բայց հետո ինքս ինձ համար արձանագրեցի, որ տեղի է ունենում պատմական նշանակության իրադարձություն կամ տեղի է ունեցել պատմական նշանակության իրադարձություն, որը առարկայանում է բոլորիս աչքի առջև։ Եվ այդ իրադարձության պատմականությունը արձանագրվեց մարտի 28-ին Մալացիա Սեբաստիա վարչական շրջանում իմ եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացու մի խոսակցությամբ, որը տեղի ունեցավ ուղիղ եթերում։ Ընդ որում, այս խոսակցությունը կարծում եմ կուլմինացիաներ Հանրապետության տարբեր մարզերում, Երևանի տարբեր վարչական շրջաններում տեղի ունեցած խոսակցությունների եւ խտացումներ բովանդակային շատ կարևոր մի երկխոսության։ Ես հարկ եմ համարում այդ երկխոսությունը ամբողջությամբ մեջբերել եւ դերաբաշխման ժանրով։ Ես ասում եմ, մոտենում եմ քաղաքացուն կամ մենք ընթառաջ ենք գալիս եւ ես ասում եմ, բարև ձեզ, ո՞նց եք։ Քաղաքացին պատասխանում է. շատ շնորհակալ եմ, շատ հարցեր կան, բայց ես մտածում եմ, այդքան հարցերի տակից ո՞նց պիտի դուրս գաք։ Ես պատասխանում եմ, ճիշտ եք մտածում։ Քաղաքացին ասում է. ես այնքան խնդրանքներ ունեմ, բայց չգիտեմ ինչքանով կիրականանա։ Ես արձագանքելով, սպասելով, որ քաղաքացին խոսելու է ով կենցաղային կամ իրավական տարբեր խնդիրների մասին, ես իրադրության մեջ հետևյալ առաջարկն եմ անում քաղաքացուն։ Ես ասում եմ, խնդրում եմ կենտրոնանալ ամենակարևորը։ Այստեղ սղագրել եմ բառացի կներեք, ասում եմ հլը մի հատ ամենակարևորը։ Եկեք հլը մի հատ մյուսները դնենք մի կողմ, մի պահ մտածեք, թե ամենակարևորը որն է, մենակ այդ ամենակարևորի շուրջ եկեք խոսել։ Եվ քաղաքացին մի պահ դադար է առնում եւ ասում է նախադասություն, որը պարզապես ցնցում է ինձ, նա ասում է ամենակարևորը, խաղաղություն եմ ուզում։ Այս կամ այն կերպ, այսպիսի երկխոսություններ փետրվար-մարտ ամիսներին մենք ունեցել ենք տասնյակ, եթե չասեմ, հարյուրավոր քաղաքացիների հետ։ Բայց կարող է հարց ծագել, թե այս թվում է պարզ երկխոսությունը ինչով եւ ինչու է պատմական։ Իսկ պատմական եմ կարծիքով հետեւյալով, այդ խոսակցությունները վկայում են այն մասին, որ ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ի վերջո իր սեփական հայրենիքում քաղաքականությունների եւ ռազմավարությունների օբյեկտից վեր է ածվել սուբյեկտի։ Մեր իրականությունը ունեցել է մի շատ կարևոր առանձնահատկություն, որը մենք կամ չենք նկատել, կամ չնկատելու ենք տվել։ Մեր պատմության մեջ գրեթե հազարամյակից ավելի մեր քաղաքականությունների եւ ռազմավարությունների ներշնչանքի ամենատարբեր աղբյուրներ են գոյություն ունեցել, ամենատարբեր։ Բայց այդ ներշնչանքի աղբյուրը ամենակիչը եղել է ժողովուրդը, նրա իղձերը եւ ներքին
մղումները։ Ձևավորվել է մի, այսպես ասած, պայմանական էլիտար բովանդակություն, եւ այդ բովանդակությունը ինքը իրեն անընդհատ վերարտադրել է։ Ինքը իրեն անընդհատ վերարտադրել է, ինքը իրեն անընդհատ պարտադրել է, եւ այդ բովանդակությունը առնված են մի մեծ մասով միշտ օրգանական կապից զուրկ է եղել ժողովրդի հետ եւ սովորաբար օրգանական կապ է ունեցել արտաքին գործոնների, աշխարհքաղաքական գործոնների, գլոբալ գործոնների հետ։ Մենք պետք է խոստովանենք, որ այդպիսին էր նաեւ 2021 թվականի մեր նախընտրական ծրագիրը, որովհետև այդ նախընտրական ծրագիրը միջին վիճակագրական հայաստանյան պատմական նախընտրական ծրագիր էր, որտեղ մենք արձանագրել էինք ըստ էության կամ վերարտադրել էինք այն, ինչ որ այլևս շատ երկար 1000 եւ ավելի տարի նորություն չէր։ Այդ նախընտրական ծրագիրը, գիտեք, գաղտնիք չէ, այսօր ընդդիմությունը մեզ հիշեցնում է դրա մասին, սկսած ամբողջությամբ տոգորված էր Ղարաբաղյան շարժման տրամաբանությամբ, սկսած դեօկուպացիայից, շարունակած այլ հարցերով եւ այլն, եւ այդպես շարունակ։ Ինչ տեղի ունեցավ հետո։ Հետո տեղի ունեցավ մի բան, որի մասին ես այս ամբիոնից խոսել եմ կուսակցության 7-րդ հերթական համաժողովում, թե ինչպես մեր ժողովուրդը ըստ էության մեզ չպարտադրեց, այլ ըստ էության մեզ դրեց մի իրավիճակի մեջ, որտեղ ի վերջո մենք ընտրություններում իր մանդատը ստանալով Հայաստանի կառավարության ծրագրում արձանագրեցինք Հայաստանի եւ տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը, այնուամենայնիվ արտահերթ ընտրությունների արդյունքներով ժողովրդի առաջ կառավարության ստանձնած մեծագույն առաքելությունն է։ Ես անընդհատ հիշում եմ այդ տեսարանը, ես երբեք չեմ կարող մոռանալ այդ տեսարանը, երբ որ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների մեր հանդիպումներում ես տեսնում էի, առաջին շարքերում տեսնում էի միջինից բարձր տարիքի կանանց, որոնց մասնակցությունը սովորաբար քաղաքական գործընթացներին մեր իրականության մեջ ընդունված չէր։ Այդ տեսարանը ինձ համար շատ կարևոր էր եւ այդ տեսարանը ընկալվելու անհրաժեշտություն ուներ։ Եվ մի պահից ես հանրահավաքի հանդիպման հարթակ հասնում էի կանանց այդ խմբի եւ խմբերի միջով անցնելով։ Եվ անդադ լսում էի մի բառ. խաղաղություն, 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 խաղաղություն։ Եվ այդ բառը կանխորոշեց 2021 թվականին հաջորդած մեր քաղաքականությունները։ Սա առաջին անգամ է, երբ որ ժողովուրդը ինքն է քաղաքականության եւ ռազմավարության հեղինակ։ Ժողովուրդը երբեք էլ դեմ չի եղել լինել քաղաքականության եւ ռազմավարության հեղինակ։ Պարզապես մեր իրականության մեջ ընդունված է եղել համարել, թե ժողովուրդը չի կարող լինել ռազմավարության հեղինակ։ Ժողովրդին ոչ մեկ երբեք չի ուզեցել լսի, որովհետև համարել են, որ ժողովուրդը բավարար չափով աշխարհ տեսած չէ։ Իմիջիայլոց այս երևույթի շարունակությունն է, որ այսօր քաղաքական process-ին մասնակցող ուժեր ժողովրդի հասցեին
ինչ ասես ասում են։ Ես չեմ կարող վերարտադրել կրկնել այդ բառամթերքը, բայց սա գիտեք քաղաքական տգիտության գագաթնակետն է։ Այդ մարդիկ դուրս են գալիս, ընտրողների հասցեին, ժողովրդի հասցեին, ինչ ասես ասում, հետո գնում մասնակցում ընտրությունների։ Հետո, ինչպես ժողովուրդն է ասում, գնում են, հագնում են պատին, կներեք արտահայտությանս։ Ու դա բնական է, ինձ համար ակնհայտ է, որ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններում էլ պատերազմի եռագլուխ կուսակցությունը հագնելու է ժողովրդի պատին։ Եվ այդ պատերազմի եռագլուխ կուսակցությունից մեծ կտորը մնալու է ականջը, որը տվյալ դեպքում նկատի ունեմ Կտրիչ Ներսիսյանի։ Վերադառնալով մեր թեմային, կառավարության ծրագիրը խառնուրդ էր եւ բացառիկ էր նրանով, որ ցույց էր տալիս պատմական շրջափուլերի եւ պատմական process-ների բախումը։ Նրանցից մեկը ժողովրդի ներքին մղումների, մյուսը աշխարհքաղաքական թակարդի կողմից մեծ վերապահված պատմական դերակատարման բախումը։ Այս բախման մասին ես առիթ եմ ունեցել կիսվելու եւ կարծում եմ այսօր էլ հարկ եմ համարում հիշատակել իմ եւ երջանկահիշատակ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի երկխոսությունը, որը տեղի ունեցավ 2024 թվականի նոյեմբերին Վատիկան կատարած իմ այցի ընթացքում։ Մենք խոսում ենք Հռոմի Պապի հետ առանձնազրույց է տեղի ունենում թարգմանչի ներկայությամբ եւ Ֆրանցիսկոս Պապը ասում է, որ մենք ձեզ նկատի ունի ճանաչում ենք որպես նահատակ ժողովուրդ։ Ես ասում եմ, այո, ձերդ սրբություն, բայց իմ եւ մեր կառավարության առաքելությունը համարում եմ այն, որ մենք այլևս չլինենք նահատակ ժողովուրդ։ Նա ասում է, այո, բայց մենք ձեզ հայերից ճանաչում ենք որպես նահատակ ժողովուրդ։ Ասում եմ, այո, ձերդ սրբություն։ Բայց ես իմ եւ մեր կառավարության առաքելությունը համարում ենք այն, որ մենք այլևս չլինենք նահատակ ժողովուրդ։ Եվ սրանից հետո շատ զարմանալի բան է տեղի ունենում։ Երջանկահիշատակ Աստված հոգին լուսավորի։ Հռոմի Պապն ասում է, հա, բայց պատմականորեն դուք նահատակ ժողովուրդ եք։ Ես ասում եմ, այո, ձեր սրբություն, բայց հենց այդ եմ ասում։ Մենք ուզում ենք պատմության այդ ընթացքը փոխել եւ իմ եւ մեր կառավարության առաքելությունը համարում եմ այն, որ մենք այլևս չլինենք նահատակ ժողովուրդ։ Եվ սրանից հետո էլա զարմանալի բան է տեղի ունենում, դիվանագիտական իհարկե բոլոր եւ իհարկե հաշվի առնելով Հռոմի Պապի առանձնահատուկ կարգավիճակը, բայց այնուամենայնիվ ինչ-որ բանավեճ է տեղի ունենում։ Ինքը ասում է, չէ, դուք նահատակ ժողովուրդ եք, ես ասում եմ, գիտեք ինչ, չէ, մենք պետք է փոխենք մեր պատմական ճակատագիրը։ Ինքը եւ արդյունքում այդ խոսակցությունը իմ մոտ տպավորվել է հետեւյալ կերպ, որ մի X պահից ինքը ասում է, բայց այնուամենայնիվ լավ եք մտածել, որ էլ չեք ուզում լինել նահատակ ժողովուրդ։ Ես ասում եմ, այո, լավ ենք մտածել։ Եվ այս ասոցիատիվ իհարկե բառացի փոխադրություն չի ասոցիատիվ, եւ մի պահ Հռոմի Պապը մտածումների մեջ է անգնում, մի պահ
պաուզա է վերցնում ու ասում է, «Բա ինչով եք զբաղվելու»։ Եվ այդտեղ այո հնչում է շատ պարզ, բայց թերևս պատմական պատասխան։ Ուղղակի ապրելու ենք, պարզապես ապրելու ենք, պարզապես պետություն ենք ստեղծելու, պարզապես Եվ այստեղ է, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ունի պատմական առաքելություն։ Հայաստանի Հանրապետության ժողովրդին առաջնորդել դեպի սովորական, բարեկեցիկ, ազատ, ինքնիշխան, պետականակենտրոն, սովորական կյանք, ուղղակի սովորական կյանք, ինչպես Եղիշե Չարենցն էր ժամանակին երազում կամ ձևակերպում, երկիր, որտեղ մարդիկ, սովորական մարդիկ ապրում են սովորական կյանքով, որովհետև մինչև հիմա մեր պատմական փորձը ուրիշ բանի մասին է եղել։ Այդ էլիտաներն են, որ ապրել են սովորական մարդու սովորական կյանքով։ Իսկ ժողովուրդը կրել է զրկանքներ, մաքարել է, քարից քամել է հաց եւ լուռ ու մունջ տարել է նահատակի իր պատմական դերակատարումը։ Հենց այս է պատմական փոփոխությունը եւ առանձնահատկությունը այն է, որ մենք այլևս կարիք չունենք երազելու կամ սպասելու այդ պատմական փոփոխությանը։ Այդ պատմական փոփոխությունը այստեղ է, հիմա է, այսօր է եւ միակ բանը, որ մենք պիտի անենք, պիտի պաշտպանենք այդ պատմական փոփոխությունը, պիտի պաշտպանենք Հայաստանի Հանրապետության ժողովրդի սովորական, երջանիկ, բարեկեցիկ, խաղաղ եւ ազատ կյանքով ապրելու ոչ միայն իրավունքը, այլև հնարավորությունը, որը այսօր է այստեղ է, այն պետք է նկատվի, այն պետք է պաշտպանվի եւ այն պետք է ունենա իր տերը իդեմս Հայաստանի Հանրապետության քաղաքացիների։ Սա է պատճառը, որ մենք իրականում չենք կարող խուսափել մեր քաղաքական, պատմաքաղաքական ճակատագրից, որովհետև այնպես է ստացվել, որ մենք հեղափոխությունների կուսակցություն ենք։ Բայց այդ մեզ թվում էր, թե 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխությամբ մենք մեր հեղափոխական միսիան ավարտել ենք։ Իրականում առիթ ունեցել եմ ասելու, որ 21 թվականն էլ էր հեղափոխություն եւ դա սնուցող մայրերի իրականացրած հեղափոխություններ, բայց մենք այսօր կանգնած ենք մի նոր պատմաքաղաքական հեղափոխության շեմին։ Եվ որն է այդ պատմաքաղաքական հեղափոխության իրական իմաստը եւ նշանակությունը, որն է պատմաքաղաքական հեղափոխությունը։ Դա Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքում առանց արտաքին հովանավորության ապրելու ընդունակությունն է։ Հայաստանի Հանրապետության պետական շահը ու պետականության հարատևության օրակարգը բոլոր գործողությունների ելակետ դարձնելն է, այն տրամաբանությամբ, որ Հայաստանի Հանրապետությունը սեփական քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը, ազատությունը, խաղաղությունն ու արժանապատվությունն ապահովելու գործիք է հիմնված ժողովրդի կամքից բխող լեգիտիմության վրա։ Պատմաքաղաքական հեղափոխությունը նահատակ ժողովրդի դերակատարման վերափոխումն է
կյանքի պետականակենտրոն ժողովրդի դերակատարման եւ մենք այս ճանապարհով ոչ թե գնալուն ենք, մենք արդեն այս ճանապարհի եզրագծին ենք եւ այդ ճանապարհի եզրագծին ժողովրդի աջակցությամբ մենք պետք է արձանագրենք հայ ժողովրդի, Հայաստանի ժողովրդի պատմական ճակատագրի վերափոխումը։ Եվ ես որևէ կասկած չունեմ, որ դա տեղի է ունենալու։ Պետք է արձանագրել նաև, որ իհարկե այս process-ը արժանանում է եւ արժանանալու է մեծ դիմադրության։ Եվ մեծ դիմադրության հեղինակները հայտնի են, դրանք պատերազմի կուսակցությունն են, որի մասին եւ որի ասացների համատեքստին ես բազմիցս առիթ ունեցել եմ անդրադառնալու, այսօր էլի ուզում եմ խոսել մի մասին, որը չափազանց կարևոր է ասվածի համատեքստում։ Մենք կամք ենք ունեցել ասելու եւ մեր վրա վերցնելու պատասխանատվությունը չշարունակելու Ղարաբաղի շարժումը։ Որովհետեւ մենք ի վերջո այս ծանր ճանապարհը անցնելով արձանագրել ենք, որ Ղարաբաղի շարժումը ինչպես Իմիջայլոց, ինչպես խոսել եմ վերջերս ազգային ժողովում, նաև մեր պատմության շատ հայտնի էջեր, սկսած Սան Ստեֆանոյի կոնֆերանսից շարունակած Բերլինի կոնֆերանսով եւ այլն, թվում է թե հայ ժողովրդի ի նպաստ կայացվող որոշումներ են։ Բայց իրականում, ինչպես մեր պատմագիտությունն է արձանագրել, դրանք ընդհանրապես աշխարհաքաղաքական թակարդներ էին, որոնք բոլորս գիտենք, թե ինչ ամփոփում եւ ինչ ավարտ են ունեցել։ Բայց ես էլի ուզում եմ ասել, որ շատ կարևոր է քաղաքական եւ սոցիալ հոգեբանական առումով չքմեղանալ եւ ուժ ունենալ պաշտպանելու մեր այս որոշումը, որովհետեւ բոլոր են պնդումներին, որոնք ասում են, թե Ղարաբաղը մերն էր, բայց այլևս մերը չէ, այդ պնդումներին մենք հստակ պետք է հատկադարձենք, որ իրականությունը այլ էր, այդ Հայաստանի Հանրապետությունը մերը չէր եւ այլևս մերն է։ Հայաստանի Հանրապետությունը մերը չէր եւ այլևս մերն է, որովհետեւ Հայաստանի Որովհետև Ղարաբաղի շարժումը ընդամենը լծակ էր Հայաստանի Հանրապետության կայացումը թույլ չտալու համար։ Մենք բոլորս, ես հիշում եմ իմ առաջին քաղաքական ելույթը Ազատության հրապարակում։ Դա տեղի է ունեցել 2007 թվականին։ Այդ ելույթը եղել է ներշնչված եւ ըստ էության Ղարաբաղյան շարժման մասին։ Հայաստանի Հանրապետությունում գործող առնվազն մեր կուսակցությունում ակտիվ քաղաքական գործիչների զգալի մասը, մեծ մասը, եթե չասեմ բոլորը, ծագում են հենց Ղարաբաղյան շարժումից։ Բայց հենց այստեղ է առաջնորդության առանձնահատկությունը։ Երբ որ դու կարողանում ես ինքնահայեցման, ինքնակննադատության, պատմական եւ աշխարհաքաղաքական համատեքստերը հասկանալով քո առաջնորդությանը վստահված պետությունը եւ ժողովրդին դուրս բերել աշխարհաքաղաքական թակարդներից։ Մենք Հայաստանի Հանրապետությունը դուրս ենք բերել աշխարհաքաղաքական թակարդից։ Եվ մենք Հայաստանի Հանրապետությունը, ինչպես եւ խոստացել ենք մեր ժողովրդին, հասցրել ենք խաղաղ հանգրվանի, խաղաղ նավահանգստի։ Եվ մենք պետք է հպարտանանք այս առաջնորդությամբ, որովհետև այսպիսի բան
անելը ամեն քաղաքական ուժի եւ ամեն քաղաքական խմբի հասու չէ, ամեն քաղաքական ուժի համար տանելի չէ։ Մենք անցել ենք դժոխքի միջով։ Մենք մեր ժողովրդին առաջնորդել ենք դժոխքի միջով։ Եվ մենք մեր ժողովրդին հասցրել ենք խաղաղ հանգրվան։ Եվ մենք մեր ժողովրդի հետ պետք է տեր կանգնենք այդ խաղաղությանը։ Հաջորդ կարևոր արձանագրումը, որին մենք պետք է անդրադառնանք, հետևյալն է։ Ի վերջո, խաղաղությունը կա, թե չկա։ Որտեվ պետք է անդրադառնալ սրան։ Եվ պարզաբանել, թե ինչի մասին է խոսք։ Խաղաղությունը իհարկե հաստատված է, եւ խաղաղությունը այստեղ է, այսօր է, հիմա է։ Բայց մենք բոլորս պետք է մեզ հաշիվ տանք հետևյալում։ Խաղաղությունը նոր է, նորածին է, խաղաղությունը խնամքի կարիք ունի։ Երեխայի հետ համեմատությունը ամենևին էլ չափազանցություն չէ։ Երբ երեխան ծնվում է, նա մի օրական է, 2 օրական է, մի ամսական է, 6 ամսական է, մի տարեկան է, նա կա, նա ծնվել է, նա իրականություն է, բայց նա խնամքի կարիք ունի, նա հոգատարության կարիք ունի, նա ամրանալու, ոտքի կանգնելու, ավելի ու ավելի վստահ քայլելու կարիք ունի։ Եվ այս ընտրությունը 2026 թվականի հերթական խորհրդարանական ընտրությունը հենց սրա մասին է։ Կա արդյոք այս նորածին խաղաղությանը խնամելու պատրաստ հանրություն եւ պետություն։ Կա արդյոք այս նորածին խաղաղությանը ոտքի կանգնեցնելու, փայփայելու պատրաստ պետություն, հանրություն եւ ժողովուրդ։ Եվ քաղաքական առաջնորդություն։ Եվ պետք է առանց սեթևեթանքի ասել, արտահայտել մեր վստահությունը, որ Հայաստանի Հանրապետությունում կա այդպիսի քաղաքական ուժ եւ Հայաստանի Հանրապետությունում կա այդպիսի հանրություն եւ Հայաստանի Հանրապետությունը այդպիսի պետություն է իր քաղաքացիների ամբողջությամբ իր ժողովրդով։ Եվ այս է պատճառը, որ մենք որոշել ենք առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցել ահա այս կարգախոսով, որը կոչ է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու, որը կոչ է դահլիճում նստած յուրաքանչյուրին, մեզնից յուրաքանչյուրին։ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում սա հարցերի հարցն է եւ գլխավոր հարցն է եւ պատահական չէ, որ ես սկսեցի իմ ու քաղաքացու երկխոսությունից եւ խոսակցությունից։ Գիտեք ինչ, հարգելի գործընկերներ, այսօր Հայաստանի Հանրապետությունում կան տասնյակ հարյուրավոր խնդիրներ, որոնք լուծված են։ Որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, ես կարող եմ առանց չափազանցության ժամերով խոսել այն խնդիրների մասին, որոնք վերջին 8 տարիների ընթացքում լուծվել են։ Որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ ես կարող եմ խոսել բազմաթիվ խնդիրների մասին, որոնք դեռ սպասում են իրենց լուծմանը։
Բայց ես ուզում եմ վերադառնալ մարտի 28 Մալացիա Սեբաստիա վարչական շրջան Երևան մայրաքաղաքի եւ կրկնել այս երկխոսությունը որպես մենախոսություն եւ պատվիրակել այս երկխոսությունը որպես մենախոսություն կամ երկխոսություն, որը վարում ես ինքդ քեզ հետ, դահլիճում նստած յուրաքանչյուր պատվիրակի եւ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու եւ յուրաքանչյուր ընտրողի։ Իսկ երկխոսությունը հետեւյալն է. Ես այնքան հարցեր ունեմ, բայց չգիտեմ ինչքանով կլուծվեն այդ հարցերը, ինչքանով իմ խնդրանքները արձագանք կստանան։ Սրանի պատասխան հələ մի հատ ամենակարևորը եկեք հələ մի հատ մյուս բոլոր հարցերը դնենք մի կողմ, մի պահ մտածենք, թե ամենակարևորը որն է, մենակ այդ ամենակարևորի շուրջ եկեք խոսենք, որից հետո հնչում է ակնհայտ եւ անխուսափելի պատասխանը։ Ամենակարևորը խաղաղություն եմ ուզում, ամենակարևորը խաղաղությանը տեր կանգնելն է, այլևս կարիք չկա ուզելու, խաղաղությունը այսօր է, այստեղ է, հիմա է, եւ մենք բոլորս Հայաստանի Հանրապետության քաղաքացիների գլխավորությամբ եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության առաջնորդությամբ պետք է տեր կանգնենք խաղաղությանը, փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը։